Գյումրու թիմի ընտրություններից անցել է արդեն 4 օր, բայց երրորդ ամենաշատ քվեն ստացած ուժը Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ շարունակում է լուր մնալ, ինչն էլ լարվածության մեջ է պահում ոչ միայն Գյումրին, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ մասնագետները պնդում են, որ Մարտուն Գրիգորյանի կարգավիճակը այս պահին ամենավորոշիչն է։ Ըստ էության Մարտուն Գրիգորյանն որոշելու թվա դառնալու Գյումրիի քաղաքապետ։ Որոշիչ ձայներ ունեցող Մարտուն Գրիգորյանը շարունակում է լռել, չպատասխանելով նաև մեր զանգին։ Իսկ տիրող լռությունը կանխատեսման մի քանի տարբերակ է առաջ բերում։ Հայկական ժամանակի հետ զրույցում նշում է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի մասնագետ Արեգ Քոչինյանը։ Մարտուն Գրիգորյանը միանում է Վարդան Ղուկասյանին եւ Վարդան Ղուկասյանը դառնում է քաղաքապետ։ Եթե Մարտուն Գրիգորյանը իր ձայները տալիս է քաղաքացիական պայմանագրին, ուրեմն քաղաքացիական պայմանագիր է դառնում, ուրեմն իշխող ուժ Գյումրին, բայց այս հարցը թերևս բացառված է, ինչպես նաեւ առաջին տարբերակն այն ինչ որ չափով բացառված, որովհետեւ Մարտուն Գրիգորյանը երկու տարբերակներ արդեն հայտարարել է, որ չի անելու։ Մյուս տարբերակը տեսականորեն հնարավոր քաղաքացիական պայմանագիր իր ձայները տալիս է Մարտուն Գրիգորյանին եւ Մարտուն Գրիգորյանն է դառնում քաղաքապետ։ Դեռ ղեկավար չունեցող գյումրեցիներին հուզող այս թեմայի շուրջ Քոչինյանը էլի կանխատեսվող տարբերակներ է առաջարկում։ Ուժերից որևէ մեկը չի հաջողացնում կոալիցիա ձևավորել, բավականաչափ ձայներ հավաքել եւ նշանակվում են նոր ընտրություններ, որովհետեւ եթե մանդատները ստանալուց հետո համապատասխանաբար տիմուրենքի կետով ժամանակահատված կա սահմանված, որը եթե անցնում է եւ քաղաքապետ չի ընտրվում, նշանակվում են նոր թիմ ընտրություններ։ ՔՊ-ում շարունակում են հայտարարել, որ Գյումրիում անկախ ամեն ինչից իրենք ունեն քվեարկողների մեծամասնական ձայները։ Վարդան Ղուկասյանն էլ նշում է, ինքն էլ քաղաքն էլ սպասում է Մարտուն Գրիգորյանի որոշմանը։ Հիշեցնենք, թե այս պահին ֆավորիտ տեխնացուները ընտրության օրը հանուն ինչպիսի Գյումրիի էին քվեարկել։ Հանուն զարգացող Գյումրու։ Մեր երեխաների համար համերաշխ քաղաք ունենալու համար մեր գյումրեցիները շատ գիտակից են։ Հանուն համերաշխ, հանուն բարեկարգ, հանուն համախմբված Գյումրի եմ քվեարկել։ Ինպիսի որ ապակա ունենա այդ Գյումրին, հավատք ունենա, սիրի իր հայրենիքը։ Արեգ Քոչինյանը տարբերակները թվարկելուց հետո ընդգծում է մի փաստ։ Քաղաքացիական պայմանագիրը կարող է քաղաքապետ դարձնել Մարտուն Գրիգորյանին։ Նույնիսկ պարտադիր չէ թե կոալիցիա կազմել, կարող են ուղղակի քվեարկել եւ իրեն դարձնել քաղաքապետ։ Ես կարծում եմ դա ավելի լավ է, քան Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ։ Մարդ, ով որ ինչ այսքանի օրը այսպես տեսախցիկներից չի իջնում, որ ասացանայում չէ քրեական ենթամշակույթի, քրեաօլիգարխիկ համակարգի ինչ որ բաներ է։ Հրաչ Սահակյան, այսօր։ Այսօր ապրիլի 3-ին դեռ շարունակում է անհայտ մնալ։ Գյումրիում ընդդիմադիր ուժերը լիարժեք համախմբված են, թե ոչ, ինչ սցենարով Գյումրին քաղաքապետ կունենա կամ արդյոք կունենա։ Մինչ մամուլում շրջանառվում են տարբեր տեսակետներ արտահայտող տեղեկատվություն, վերհիշենք վերջին 20 տարում Գյումրու ֆավորիտ ղեկավարներին տարբեր ընտրություններում հավաքած ձայների բաշխվածությամբ։ Եվ այսպես 2005 թվականին, երբ ընտրողների թիվը 119,091 էր, թիմ ընտրություններին մասնակցել է այդ թվի 37,58%-ը կամ 44,756 մարդ, որից 23,350-ը ընտրել է Վարդան Ղուկասյանին, 17,238-ը Մարտին Սուքասյանին։ 2008 թվական Գյումրին գնում է ընտրության 120,905 ընտրելու իրավունք ունեցողներով, որից քվեարկում է 42,89%-ը կամ 51,853 մարդ։ Ըստ այդմ 31,180-ը ընտրում է Վարդան Ղուկասյանին, 19,905-ը Մարտուն Գրիգորյանին։ 2012 թվական Գյումրին ընտրություններ անցկացնում 125,658 ընտրության իրավունք ունեցող անձանցով։ Նրանցից սակայն քվեարկությանը մասնակցում է 46,093-ը։ Ձայների մեծամասնությանն արժանացել են Սամվել Բալասանյանը 27,500 քվեով եւ Հովսեփ Սիմոնյանը 10,281 քվեով։ 2016 թվականին թիմ ընտրությունների մասնակցելու հնարավորություն ուներ 125,983 գյումրեցի։ Նրանցից մասնակցել են 45,670-ը։ Ձայների բաշխվածությունը հետևյալն է եղել. Սամվել Բալասանյան 14,987 քվե, Վարդան Գրիգորյան 9,344 քվե։ Իթևս այլ քաղաքական ուժերի 2016 թվականին թիմ ընտրություններին մասնակցություն է ունեցել նաև այժմ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 638 քվեով։ 2021 թվական Գյումրին ուներ 109,453 ընտրող եւ այդ թվականին թիմ ընտրություններին մասնակցության թերևս ամենացածր ցուցանիշն է գրանցվել։ Քվեարկությանը մասնակցել է 26,468 մարդ, արդյունքում Վարդգես Սամսոնյանը ստացավ 9,632
1031 քվ, Հովանես Հարությունյանը 7786 ձայն։ Գյումրիի մեր օրեր 111271 ընտրության իրավունք ունեցող անձանցից ընտրել է 47434-ը, որտեղ Սարիկ Մինասյանը ստացել է 17188 ձայն, Վարդան Ղուկասյանը 9727 ձայն, Մարտուն Գրիգորյանը 7380 ձայն։ Նշենք, որ իշխող քաղաքացիական պայմանագիր-կուսակցությունը թիմ ընտրություններին մասնակցում է սկսած 2016 թվականից, համապատասխանաբար նաև 2021 և 2025 թվականներին։ Աստղիկ Խաչատրյան, Հայկ Կապրելյան, այսօր։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածու 71-ամյա կինը Գյումրիի 75-ամյա բնակչին խոստացել է ընտրակաշառք նշված դաշինքի օգտին քվեարկելու պայմանով ընտրողներ հավաքագրելու համար։ Ըստ այդմ հիշյալ բնակիչը դիմել է իր շրջապատի ընտրելու իրավունք ունեցող մի շարք անձանց ընտրություններին մասնակցելու եւ վերը նշված դաշինքի օգտին քվեարկելու համար, ու այդ կապակցությամբ ձեռք բերած տվյալները փոխանցել ընտրակաշառք առաջարկած դաշինքի թեկնածուին։ Ազիզ, Էդիկ հերոգ խոստին, հա, դուք լավ եք։ Լավ ենք, ինքան լավ ենք, որ առանց բռնել կեսանք կրենք բերենք։ Հնարավոր բացահայտումից զերծ մնալու համար վերջիններս խոսել են քողարկված ձևով, ընտրողներին անվանելով դասարանցիներ, իսկ դասերից չբացակայել ասելով նկատի ունենալով ընտրություններին մասնակցելը։ Մեծ դասարանի երեխեքին դերտամ տեսնեմ այսօր։ Հազար։ Լավ։ Հասկացա՞ր, որ դասերից չբացակայեն։ Վայ, լավ։ Կատարված խոզարկությունների արդյունքում հայտնաբերվել են Գյումրի քաղաքի մի շարք բնակիչների անձնական տվյալներ պարունակող ցուցակներ ձեռագիր նշումներով, այդ թվում բնակության հասցե, հեռախոսահամար, ընտրատեղամաս։ Իսկ հարցաքննված մի շարք անձինք իրենց ցուցմունքներով հաստատել են ընտրակաշառք տալու եւ ստանալու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի տեղեկությունները։ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված հիշյալ երկու անձանց մեղադրանքներ են ներկայացվել ընտրակաշառք տալու եւ ստանալու համար։ Ի թիվս այլնի, հաշվի առնելով մեղադրյալների տարիքը եւ սեռը, վարույթն իրականացնող մարմինը դատարանին միջնորդել է կիրառել կալանավորման այլընտրանքային խափանման միջոցներ։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել վարչական հսկողությունը։ Դատարանը քննիչի միջնորդություններով մեղադրյալների նկատմամբ սահմանել է նաեւ արգելքներ։ Առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության բնակության վայրը փոխելու, գիշերային ժամերին բնակության վայրը չլքելու, ինչպես նաև որոշակի անձանց հետ չհաղորդակցվելու եւ որոշակի վայրեր չայցելելու վերաբերյալ։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նշված դեպքի բոլոր հանգամանքները պարզելու եւ դրանցում ներգրավված անձանց հստակ շրջանակը բացահայտելու ուղղությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ։ Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցման փաստը։ Այս առումով վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Մագդալենա Գրոնոն կարևորել է համաձայնագրի ստորագրումը եւ համոզմունք հայտնել, որ այն կնպաստի տարածաշրջանում երկարատև խաղաղության եւ կայունության ապահովմանը։ Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացմանն ու Եվրամիության օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը վերաբերող հարցերի։ Տնօրենների մրցույթի հարցազրույցի փուլը դրական է հաղթահարում շուրջ 30%։ Այս մասին այսօրվա կառավարության նիստում ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Հայտ է բերել բազմաթիվ խնդիրներ դաշտում։ Մասնավորապես այս պահին արդեն 437 դպրոցներ կամ մեր պետական դպրոցների շուրջ 32% անցել են կառավարման նոր ձևաչափի, որոնցից տնօրեններ են նշանակվել 138 դպրոցներում։ Զարգացման ծրագրերի փորձաքննության գործընթացը դրական հաղթահարում է հավակնորդների շուրջ 13%։ Հարցազրույցի փուլը դրական է հաղթահարում նախորդ փուլը դրական հաղթահարածների շուրջ 38%։
ինչը վկայում է ոլորտում կարողությունների զարգացման լուրջ խնդիրների մասին։ Հաշվի առնելով այս հանգամանքը նախորդ տարեվերջին հանրակրթության մասին օրենքում իրականացվեցին փոփոխություններ, որոնք հնարավորություն են տալիս տնօրեն գործուղել այն հաստատություններ, որոնք տևական ժամանակ տնօրեն չեն ունենում հավակնորդների բացակայության կամ դրական արդյունք չունենալու պարագայում։ Գործուղման կարգն արդեն ներկայացված է հանրային քննարկման։ Միաժամանակ վերլուծվել են նշանակման ընթացիկ կարգերի լավարկման հնարավորությունները եւ ներկայացված նախագիծը նպատակ ունի առավել արդյունավետ կարգավորումներ սահմանել, մասնավորապես զարգացման ծրագրերի փորձաքննության եւ տնօրենների նշանակման գործընթացում, հիմնվելով այս ընթացքում արձանագրված որոշակի խնդիրների վրա։ Մասնավորապես մի քանի մեխանիզմներ ենք առաջարկում։ Առաջարկվող կարգավորումներից մեկով փորձաքննության ընթացքում զարգացման ծրագրի վերաբերյալ տվյալների փոխանցման, արտահոսքի, շահերի բախման, համագործակցության կասկածի կամ նման այլ դեպքերում ծրագիրը փորձաքննող կազմակերպության հետ կնքված պայմանագիրը կարող է լուծվել։ Ըստ նախագծի զարգացման ծրագրի դրական եզրակացություն ունեցող հավակնորդը երկու անգամ հարցազրույցի փուլը չհաղթահարելու դեպքում պետք է կրկին զարգացման ծրագիր ներկայացնի, եթե հանձնաժողովը բացասական է գնահատել զարգացման ծրագրի որևէ բաղադրիչ։ Պարզաբանեմ, որ երբեմն պարզ է դառնում հարցազրույցի ընթացքում, որ հավակնորդը առնվազն չի հանդիսանում զարգացման ծրագրի հեղինակը եւ այս պարագաներում կունենանք արդյունավետ արձագանքելու եղանակներ։ Հաջորդ կարգավորումը այն է, որ նախագծով հավակնորդին տնօրենի պաշտոնում նշանակվելու հնարավորություն է ընձեռվում փորձաշրջանով հանձնաժողովի անդամների 4 դրական եզրակացության դեպքում։ Այս պարագայում մենք կունենանք հնարավորություն այն հավակնորդներին, որոնք հեռանկարային են կամ բավարար պատկերացում են ներկայացնում հաստատության զարգացման վերաբերյալ, սակայն օրինակ չունեն կառավարման մեծ փորձառություն, փորձաշրջանի հնարավորությամբ աշխատելու պայմաններ ստեղծել եւ փորձաշրջանի արդյունքով որոշել նրանց հետագա պաշտոնավարումը։ Այս պարագայում, եթե փորձաշրջանով կներգրավվի որևէ մեկը, պետք է նշանակվի փորձաշրջանի ղեկավար, մենթոր դպրոցների ցանկում ընդգրկված փորձառու տնօրեններից մեկի կողմից եւ այնուհետեւ փորձաշրջանի հաղթահարման ընթացակարգերն են սահմանված, բնականաբար դրական եզրակացության բացակայության դեպքում պաշտոնավարումը չի շարունակվի։ Հայաստանում խոր կադրային ճգնաժամ է, 4 կամ 5 նախադասություն վարժ ասելու ընդունակությունը չի նշանակում գիտելիք, ասել է Նիկոլ Փաշինյանը տնօրենների նշանակման համակարգի քննարկման ժամանակ անդրադառնալով առհասարակ կադրային ճգնաժամին։ Ես ճիշտ հասկացած ես, որ 100 տեխնացուից 13-ն է հաղթահարում ծրագրի պաշտպանության, դպրոցի զարգացման ծրագրի պաշտպանության փուլը։ Այո։ Ես ճիշտ հասկացած ես, որ եթե շարունակենք այդ նույն տրամաբանությամբ, այդ 13 հոգուց ըստ էության 5-ն է, որ հաջորդ փուլում կամ նույնիսկ ավելի քիչն է, որ հաջորդ փուլում արդեն ռեալ հավակնում է, նշանակվում է տնօրեն չափանիշներին համապատասխանելու բերումով։ Հիմա ստացվում է, որ 100 հավակնորդից 5 հոգին է, որ մեր ստանդարտին համապատասխանում է։ Այո, պարոն վարչապետ։ Հիմա տեսեք, դուք ձեր խոսքի մեջ ասացիք ոլորտում կարողությունների զարգացման անհրաժեշտության մասին, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է ի վերջո անենք քաղաքական արձանագրում եւ մեր փորձի վրա հիմնվելով, որ Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ բոլոր ոլորտներում կա կադրային ճգնաժամ։ Բոլոր ոլորտներում։ Եվ այս արձանագրում մենք ինչի չենք անում, ես լավ չեմ հասկանում։ Հիմա հերթով գալիս ենք տարբեր ոլորտներ, մեկ նեղացնում ենք ուսուցիչներին, այս մեր խոսույթով, մեկ նեղացնում ենք տնօրենների հավակնորդներին, մեկ նեղացնում ենք քննիչներին, մեկ նեղացնում ենք դատախազներին, մեկ նեղացնում ենք համայնքային աշխատողներին, մեկ նեղացնում ենք ավագանու անդամներին, մենք նեղացնում ենք ինքներս մեզ, ասելով, որ չենք կարող կառավարել ունենց, ոնց որ պետքա կառավարել։ Երեք երբ որ ես
հերթական հանդիպումն էի ունենում քաղաքացիների փոքր խմբի հետ, իրական Հայաստանի գաղափարախոսությունը քննարկելու համար։ Մի քննարկման ընթացքում մի այսպիսի միտք հարցադրում, որը կարող է իրականում սադրիչ թվա, ծագեց։ Ես հարց տվեցի, ասի սիրելի ներկաներ, քաղաքացիներ էին, ասի մենք կարող ենք ձեր տպավորությամբ ասել, որ Հայաստանում ավտոմեքենա վարող անձանց, վարորդական իրավունք ունեցող անձանց 70%-ը իրականում չունի մեր ստանդարտներին համապատասխանող անհմտությունները, որոնք անհրաժեշտ են ավտոմեքենա վարելու համար։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը։ Խորհրդարանի նախագահը նախ առանձնազրույց է ունեցել վիետնամցի գործընկերոջ հետ, շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու իր հրավերն ընդունելու ու նման բարձր ներկայացուցչական կազմով մեր երկիր այցելելու համար։ Չան Թան Մանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայաստանի ազգային ժողովի նախագահին ջերմ ընդունելության համար, նշելով, որ շատ տպավորված է Հայաստան այցով։ Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր, մասնավորապես շեշտը դնելով միջխորհրդարանական համագործակցության, ինչպես նաև երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի կապերի ակտիվացման վրա։ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի արդեն ավարտին հասցված նախագծին, նշելով, որ հայկական կողմը պատրաստ է այն ստորագրել, ինչին ի պատասխան Չան Թան Մանը նշել է, որ Վիետնամն աջակցում է երկու երկրների միջև խաղաղության հաստատման ու տարածաշրջանում կայունության ամրապնդման գործընթացին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Վիետնամի միջև տնտեսական կապերի ակտիվացման հարցերին ու այդ ուղղությամբ ձեռնարկվող կոնկրետ քայլերի մշակման անհրաժեշտությանը։ Ալեն Սիմոնյանը Վիետնամի ազգային ժողովի նախագահի ուշադրությունն է հրավիրել նաև Բաքվում պահվող հայ գերիների խնդրին։ Հանդիպման ավարտին երկու երկրների ազգային ժողովների նախագահների կողմից ստորագրվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային ժողովի միջև համագործակցության մասին համաձայնագիրը։ Չան Թան Մանը շրջել է նաև խորհրդարանի շենքում գրառում կատարել պատվավոր հյուրերի գրանցամատյանում, այնուհետև երկու երկրների խորհրդարանների ղեկավարները ի նշան հայ-վիետնամական բարեկամության ազգային ժողովի այգում տնկել են մշտադալար Եղևնի։ Լարերն ենք ձգում։ Այգուգործն այս տարի դեռ գարուն չմտած այգեգործը սկսել վազերն է հասցրել էտել, շուրջ բոլորը մաքրել, հիմա էլ պատրաստվում է չոր կապին։ Թող ծանրանան վազերը, խաղողը առատ լինի, գործարանները մի քիչ թանկ մթերում անեն։ 15 տարի Ռուսաստանում է ապրել, աշխատել, 2003-ին որոշել ետ գալ հայրենի գյուղ Վերին Արտաշատ ու Արարատյան Բարեբեր հողում խաղող աճեցնել։ Հողեր գնեցի նորից, ունեի 5000 մետր, հասցրի մինչև 2 հեկտարից ավել։ Որ բերքն առատ ու որակով լինի, մեծ ջանք է դնում, բուժում սնուցում ժամանակին տալիս, մոլախոտի դեմ պայքարում, բայց վերջնական արդյունքի համար կամա-ակամա բնության բարեհաճությանն է ապավինում։ Բերքը ոնց կլինի, հուսանք որ առատ կլինի, իսկ այդ դա կախված է վերևից։ Սրտից ու կարկուտից են այս կողմի այգիները հիմնականում վախենում, այգեգործներն էլ միշտ ահը սրտներում, որ տարվա չարչարանքը տանուլ չտան։ 2019-ից, երբ գործարկվեց գյուղապահովագրության պիլոտային ծրագիրը, արտաշատցի ֆերմերը գյուղում առաջիններից էր, որ անվարանդի մեծ ու պայմանագիր կնքեց։ Այդպես խիղճն ավելի հանգիստ է, եթե անգամ բնական աղետներից եկամուտը պակասի կամ կորի, լրիվ ձեռնունային չի մնա, ներդրած ծախսը գոնե ետ կստանա։ 3-4 տարի անընդմեջ ապահովագրել եմ։ Դե մի տարի ցրտահարություն եղել է, փոխհատուցում ստացել եմ, դժգոհ չեմ։ Այգի պահելը շատ ծախսատար է։ Այդքան ծախսերի մեջ տոկոսայինը շատ քիչ է, էլի ապահովագրման գումարը, ավելի լավ է ապահովագրենք։ Գյուղապահովագրության ծրագրի պահանջարկը տարեց տարի աճում է, բնական ռիսկերից ապահովագրվող տարածքների մակերեսն ընդլայնվում։ 2023-ին միայն 11000 հեկտար է ապահովագրվել, կնքվել 10000 պայմանագիր։ Վնասաբերությունն էլ այդ տարվա մեծ էր, հավաքագրվել էր 1.8 միլիարդ դրամ ապահովագրավճար, տրամադրվել 2.7 միլիարդ դրամ փոխհատուցում։ Այս ժամանակ էր, որ ապահովագրական ընկերություններն ու շվեյցարական վերաապահովագրող ընկերությունը խնդիրներ տեսան ծրագրի հետագա ընթացքի հետ կապված, փոխհատուցվող գումարների մեծ ծավալով պայմանավորված։
ապահովագրող կողմը որոշեց ժամանակավորապես դուրս գալ հայկական շուկայից, որպեսզի ծրագիրը չընդհատվի, կառավարությունը նախորդ տարի իր վրա վերցրեց վերապահովագրող կողմ լինելու հանձնառությունը, այս տարի էլ որոշումը նույնը թողեց։ Եթե 200% եւ ավել վնասաբերություն լինի, ապա այդ 200%-ը գերազանցող մասը կառավարությունը կսուբսիդավորի, որպեսզի ապահովագրական ընկերությունների գործունեության շրջանակում եւս կայունացում լինի եւ նրանց ռիսկերը եւս կառավարելի դառնա։ Կառավարությունը գյուղատնտեսների համար էլ գյուղապահովագրություն 2025-ն ավելի մատչելի է դարձրել ապահովագրավճարի ավելի մեծ մասնաբաժին ստանձնելով։ Եթե մինչև 2024 թվականը սուբսիդավորվել է ապահովագրավճարի 50-ից 60%-ը, ապա 2025 թվականին սուբսիդավորվի ապահովագրավճարի 70-ից 80%-ը։ Սա հնարավորություն է տալիս, որպեսզի առավել մեծ թվով տնտեսավարողներ դիմեն եւ ապահովագրեն իրենց հողատարածները։ Seal Insurance, Liga Insurance եւ Ingo Armenia ապահովագրական ընկերությունների եռյակն է, որոնց արդեն կարող են դիմել գյուղատնտեսները։ Կարկուտ, ցրտահարություն, հրդեհ, երաշ, սրանք էլ ռիսկերն են, որոնցից հնարավոր է ապահովագրել այգիներն ու դաշտերն այս տարի։ Մշակաբույսերն էլ 13-ն են՝ ծիրան, խաղող, դեղց, սալորից մինչև խնձոր, կեռաս, բալ, ձմերուկ, սեղ կարտոֆիլ ու հացահատիկային տեսակներ։ Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են բոլոր արդիական հարցերը անկեղծ մթնոլորտում, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Մենք դաշնակիցներ ենք, ռազմավարական գործընկերներ, ասել է Պաշտոնյան, պատասխանելով ԵՄ Հայաստան հարաբերությունների մասին ՌԻԱ Նովոստի գործակալության հարցին։ Գալուզինը հավելել է, անհնար է միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ին եւ Եվրամիությանը։ Պաշտոնական Երևանի որոշումն է, որտեղ է ավելի լավ լինել։ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն է ընտրում իր զարգացման ճանապարհը, նշել է փոխնախարարը։ Գալուզինն անդրադարձել է Մոսկվա-Բաքու հարաբերություններին, վստահություն հայտնել, որ Ադրբեջանում Ռուսաստանի տան հետ կապված խնդիրը կլուծվի։ Հարկավոր է երկխոսել, իսկ Մոսկվայի ու Բաքվի երկխոսությունը երբեք չի դադարել, հավատացրել է նախարարը։ Չնայած կրակը դադարեցնելու պատրաստակամության մասին Կիևից եւ Մոսկվայից հնչող հայտարարություններին կողմերը շարունակում են փոխադարձ հարձակումները։ Հայտնի է, որ ռուսական ուժերը հարվածել են Խարկովին եւ Դնեպրին։ Թիրախում է հայտնվել Կրիվոյ Ռոգը, քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել, կան զոհեր եւ վիրավորներ։ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել Արևմուտքին ճնշում գործադրել Մոսկվայի վրա դադարեցնելու Ուկրաինայի տարածքներին հարվածները։ ՌԴՊՆ տվյալով էլ ուկրաինական ուժերն անցած գիշեր տասնյակ անօթաչուներ են արձակել մասնավորապես Բրյանսկի, Օրյոլի, Կուրսկի, Գայի, Բելգորոդի, Սմոլենսկի մարզերի ուղղությամբ։ Իսրայելի վարչապետը քառօրյա այցով մեկնել է Հունգարիա, չնայած միջազգային քրեական դատարանի ձերբակալման օրդերին։ Բենյամին Նեթանյահուին դիմավորել է Հունգարիայի պաշտպանության նախարարը, նախատեսված է նրա հանդիպումը Վիկտոր Օրբանի հետ։ Հունգարիան միջազգային քրեական դատարանի անդամ է եւ վավերացրել է Հռոմի ստատուտը։ Անցած տարի դատարանը Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել Գազայում մարդկության դեմ կատարած հանցագործությունների մեղադրանքով։ Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտը չի կատարի դատարանի հրամանը, իսկ արդարադատության նախարարը տեղեկացրել է, որ Հունգարիան պատրաստվում է դադարեցնել ՄՔԴ-ին անդամակցությունը։ Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3090-ի, վերջին պաշտոնական տվյալով տուժել է ավելի քան 4700 մարդ, 300-ից ավելին համարվում է անհետ կորած։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Մարտի 28-ին Մյանմարում 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ցնցումները զգացվել են հարևան երկրներում, այդ թվում Թայլանդում։ Ավերիչ երկրաշարժից հետո Մյանմարի իշխանությունը մարտի 31-ից ապրիլի 6-ը համազգային սուք է հայտարարել։ Կանխատեսումներ կան, որ առաջիկայում երկրաշարժից տուժած շրջաններում կարող են հորդեռատ անձրևներ տեղալ, ինչը կբարդացնի փլատակներում գտնվող մարդկանց որոնման աշխատանքները։ Ապրիլի 2-ը աուտիզմի իրազեկման միջազգային օրն է։ Ինչ է ի վերջո աուտիզմը՝ հիվանդություն, վարքագիծ թե բնավորություն։ Աուտիզմը դա զարգացման խանգարում է, որը բնորոշվում է շփման հաղորդակցման խանգարումներով։ Աուտիզմի պարագայում պետք է նախ ուսումնասիրել բոլոր ասպեկտները, որովհետև մեկ համախտանիշով բնորոշել աուտիզմ դա սխալ է եւ այդ դիագնոզը դնում է զարգացման մանկաբույժը, ինչպես նաեւ նյարդահոգեբույժը։ Եվ այսօր արդեն աուտիզմի հետ կապված միջամտությունները սկսվում են ավելի վաղ շրջանից եւ ունենում են ավելի մեծ արդյունք։ Կապանի մանկական կենտրոնի հատուկ մանկավարժն ասում է, աշխատանքային 15 տարվա փորձի շնորհիվ կարող է հայտարարել, որ փոխվել է թե աուտիզմ ունեցող երեխաների ծնողների, թե հասարակության վերաբերմունքը։ Սակայն գլխավոր խնդիրը մնում է աուտիզմ ունեցող երիտասարդների ինտեգրումը։ Դա շատ կարևոր եւ ցավոտ թեմա է այսօր եւ շատ արդիական, ու ինձ թվում է դա նաեւ պետական մակարդակով պետք է այդ հարցին լուծում տրվի։
քանի որ բացի այն ժամանցային վայրերից, որտեղ որ կարող են այդ երեխաները հաճախել, շատ կարևոր է մտածել եւ հոգ տանել ու նաեւ լրացնել նրանց զբաղվածության բացը։ Առայժմ չկա նման կենտրոններ կոնկրետ Հայաստանում, որտեղ որ երեխաները կարողանան ել ավելի գործունեություն ծավալել եւ մտնել աշխատաշուկա։ Արմինե Հակոբյանն էրգոթերապիստ է, մասնագիտացել է, որ օգնի իր ու ախտորոշում ունեցող մյուս երեխաներին։ Ասում է, երիտասարդներն ավելի տեղեկացված են, ավագ սերունդը ոչ այնքան։ Տարեցները համախտանիշից կախված վարքային փոփոխությունները վատ դաստիարակություն են համարում։ Պնդում է, այս համախտանիշի մասին պետք է խոսել ու պատմել անընդհատ։ Կարող է հասարակության որևէ անդամ չհասկանալ ինչ է աուտիզմը եւ առաջնային ռեակցիան շատ հանկարծակի արձագանքել, բայց երբ որ դու ասում ես, որ քո երեխան ունի աուտիզմ, դու ընդունել ես եւ ասում ես, որ քո երեխան ունի աուտիզմ, այստեղ հասարակության միանգամայն արձագանքը փոխվում է։ Եվ իրենք շատ մարդիկ անգամ ներողություն են խնդրում, որ չեն հասկացել, որ ինչ է կատարվում։ Աուտիզմ ունեցող երեխան չի կարող խանգարել մյուսներին, նրանք հավասար իրավունքներ ունեն։ Արմինեն խոսքը դպրոցականներ ունեցող ծնողներին է ուղղում։ Այո, մենք խնդիր ունենք, դա այդ խնդիրը կա նաև դպրոցական ներառական կրթության ոլորտում եւ նախադպրոցական հաստատություններում, երբ որ ծնողները կա այսպիսի մտածելակերպ, երբ որ այդ երեխան վնասում է իրենց երեխայի զարգացումը, բայց դա ամենևին էլ այդպես չի։ Եթե մենք խոսում ենք ներառականության մասին, մենք ամենևին էլ չենք ենթադրում նախադպրոցական ուսումնական հաստատությունում ակադեմիական գիտելիքի ձեռքբերում։ Մենք հասկանում ենք խաղային գործունեություն, ինտեգրում, երեխաների հետ շփվում եւ հավատացեք, այս երեխաները շատ ավելի լավ են վերաբերվում առանձնահատուկ երեխաներին, քան կարող եք պատկերացնել իրենց հենց ծնողները։ Բազմիցս անգամ ականատես եմ եղել, խնամք են դրսևորում, իրենք են մոտենում եւ իրենք են օգնում են այդ երեխաներին։ Առաջին հերթին ընդունել խնդիրը, հետո սիրել, շատ սիրել աուտիզմ ունեցող երեխային, ապա նրան տանել ցուցված թերապիաներին, մասնագետի հորդորն է։ Երբ որ նայում ենք վիճակագրությանը, մենք հասկանում ենք, որ ժամանակագրությանը նայելով 2004 թվականին 166 երեխայից մեկն էր ախտորոշվում աուտիզմ, 2023 թվականին արդեն 36 երեխայից մեկը։ Այսինքն սա մի գլոբալ խնդիր է, որը ոչ մի մեկի հետ կապ չունի, եւ այս երեխաները մեղավոր չեն։ Ծնողը լինի ուժեղ, գրագետ, շատ կարդա խնդրի մասին, լինի տեղեկացված, մասնակցի օնլայն սեմինարներ են լինում, ճանաչի սեփական երեխային եւ երբ որ ծնողը ինքը իրան հանգստացնի եւ շատ կարեւորով է այս բaragայում ծնողը հոգեբանի աջակցություն ունենա, իր երեխան շատ ավելի լավ կզարգանա եւ ներքին հանգստությունը ծնողի կփոխանցվի նաեւ երեխային։ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում էլ այսօրվան հատուկ են վերաբերվում։ Աուտիզմ ունեցող երեխաներն այսօր ցուցադրել են ինքնակազմակերպման, ինքնակառավարման ու ինքնասպասարկման հմտությունները։ Կապանի մանկական կենտրոնը 16 աուտիզմով շահառու ունի։ Նրանց մեծ մասն օգտվում է SORS հիմնադրամի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համագործակցության շնորհիվ մարզկենտրոնում հիմնադրված գույքադարանից։ Սյունիքաբնակ հարյուրավոր երեխաներ տարբեր խնդիրներով եւս անվճար օգտվում են այդ հնարավորությունից։ Հանքարդյունաբերական հսկան շուրջ 9 տարի կայուն ֆինանսավորում է SORS հիմնադրամին։ Հնարավորություն տալով հանրապետության տարբեր անկյուններում ապրող հատուկ կարիքներով երեխաների զարգացնել կենսական անհրաժեշտ հմտությունները։ Այստեղ ունենք վարդի մթերներ, դոշակի երեսներ, բիաս մթերի տեսականիներ։ Արցախցի Գոհար Գևորգյանն անկողնային սպիտակեղենի եւ խոհանոցային պարագաների արտադրությունը սկսել է անցյալ տարվա մայիսից։ Գեղարքունիքի Արծվանիստ գյուղում հաստատված ընտանիքին կարի արտադրամաս հիմնելու գաղափար տվեց Շեն բարեգործական կազմակերպության Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների աջակցության ծրագիրը։ Ամուսնուս ասեցինք, միասին որոշեցինք, հետո քանի որ գյուղում 2 արցախցի էինք, այդպես մեզ համար ավելի հարմար էր, հեշտ ընտրեցինք, հետո 2 այս արցախցիներով որոշեցինք 3-րդ տեղացուն ընտրել միասին։
Ծրագրի պահանջով բիզնես խումբը ձևավորվել է 2 արցախցի եւ 1 տեղացի ընտանիքներից։ Միասին հարմար տարածք են գտել, կահավորել ծրագրով ստացած կարի մեքենաներով եւ անհրաժեշտ սարքավորումներով։ Առաջին անհրաժեշտության կտորեղենը ձեռք են բերում դարձյալ ծրագրի աջակցությամբ։ Կանայք կարով են զբաղվում, տղամարդիկ ապրանքի իրացման հարցերով։ Սա խմբի բոլոր անդամներին բերեց հավելյալ գումար վաստակելու, ընտանիքը ապահովելու միջոց, քանի որ գյուղի պայմաններում, շրջաներում, գյուղերում այդպես աշխատանք չկա։ Իսկ այսպես արդեն աշխատանքի տեղեր բացվեցին, ես դպրոցում եմ աշխատում, բայց համատեղում եմ դրա հետ միասին, երկուսը մեկում աշխատում եմ, փորձում եմ, ստեղծում եմ մեր երեխեքի համար, կյանքը շարունակվում է։ Կարի արտադրամասին գյուղի բնակիչներն արդեն ծանոթ են, պարտադիր չէ մեծածավալ պատվերներով գան, կարի հետ կապված նույնիսկ ամենափոքր անհրաժեշտության դեպքում դիմում են։ Բոլորը գալիս են, մեկը շալվարի տակ է կարճացնում, մեկը հագուստ է այդպես կարճացնում, նեղցնում։ Եթե մի փոքր գործ էլ է լինում, էլի գալիս են, խնդիր չէ, մեծ սիրով բոլորին ընդունում ենք, վերցնում ենք պատվերներ գյուղից, վերցրել ենք 9-րդ եւ 12-րդ դասարանի աշակերտների հագուստները կարել ենք մենք։ Խումբն արտադրամասի գործունեությունն ընդլայնելու հեռանկար ունի, քայլ առ քայլ ավելացնում են կտորեղենի եւ արտադրանքի տեսականին, շուկայի պահանջներին համընթաց լինելու համար։ Մայրաքաղաքի, Արարատի, Կոտայքի եւ Արմավիրի մարզերի 36 բնակարաններում գողություն կատարած Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 39-ամյա տղամարդը 37-րդ բնակարանը թալանելիս ձերբակալվեց։ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողներն արդեն բացահայտել էին բնակարանային գողության դեպքերը, հիմնավոր կասկածներ ունեին կատարողի ինքնության վերաբերյալ եւ մնում էր միայն հայտնաբերել նրան, երբ ստացան եւս մեկ օպերատիվ տեղեկություն, որի իրացումը պահանջում էր արագ գործողություն։ Մարտի 12-ին ստացված տեղեկության համաձայն կասկածյալը պատրաստվում էր թալանել հերթական բնակարանը Մասիս քաղաքի Արարատյան փողոցում։ Մեկնել ենք նշված վայր, որտեղ հայտնաբերվել ենք բնակարանի գողություն կատարող երևանցուն, ձերբակալել եւ տեղափոխել ենք Արարատի մարզային վարչություն։ Տեխնիկական միջոցի գործադրման պատմանը բացելու միջոցով մուտք էր գործել նշված բնակարան, տակտու վրա էր արել տանիրերը։ Երևանի 39-ամյա բնակիչը խոստովանեց, որ մայրաքաղաքում եւ Հայաստանի տարբեր մարզերում կատարել է եւս 36 բնակարանային գողություն։ Կազմված բացաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ներքին գործերի նախարարության ոստիկանության ամենօրյա աշխատանքի արդյունավետությունը կախված է նաև յուրաքանչյուրիս հանրային պատասխանատվությունից։ Ոստիկանությունը հորդորում է հնարավորության սահմաններում բնակարանի լուսամուտներին տեղադրել ճաղավանդակներ, անվտանգության համակարգեր, մուտքը հսկող տեսախցիկներ։